պատկամը, որը սրդումս կա եւ ուզում եմ ձեզ փոխանցել, վերնագրել եմ Սինա լեռը եւ զորության հոգին։ Գիտեք, հատկապես այս վերջի ժամանակների մեջ մենք շատ ենք խոսում զորության մասին, արթնության մասին, քանի որ իրականում եկեղեցու կարիքը ու յուրաքանչյուր քրիստոնյայի կարիքը հենց այդ զորությունն ու արթնությունն է։ Մենք շատ անգամ մտածում ենք, եթե արթնություն լինի, ինչ է լինելու։ Եթե արթնություն լինի, մեր ներաշխարհը շատ է փոխվելու։ Էլ ավելի իրական հանդիպում է լինելու Տիրոջ հետ, էլ ավելի իրական հաղորդակցություն է լինելու նրա հետ։ Բայց գիտեք, մինչև արթնությունն էլ կան քայլեր, կան միջոցներ, որոնք մենք գործածելու ենք այդ հրաշալի արթնությունը ունենալու համար։ Ուզում եմ մի նախադասություն կարդամ ձեր համար։ Կրակը թող փորփոքվի ինչպես Պենտեկոստեի օրը, Սինա լեռան պես, որ ծխում էր քո ներկայությունից, որովհետեւ այս ազգը տեսնի քո փառքը։ Սա մի աղոթք ու մի աղաղակ էր, որը մի քանի ամիս առաջ, երբ որ աղոթքի մեջ էի, ներսիցս իրականում բխում էր եւ խնդրում էի Տիրոջը, որ իր հոգու կրակը փորփոքվի իմ մեջ ինչպես Պենտեկոստեի օրը։ Ինչու համար, որովհետեւ Սինա լեռան փառքը, որ կար այդ լեռան վրա, ուղղակի ծածկի այս երկիրը։ Գիտեք, շատ անգամ են օրհնությունը, են փնդրդունքը, որը մենք ունենք երկրի վրա, այս երկրի համար, եկեղեցու համար, հենց նրա գերագույն ներկայության մեջ է։ Երբ որ մենք նրա ներկայության մեջ ենք, մեր շրջապատի մեջ ամեն բան փոխվում է։ Երբ որ մենք նրա ներկայության մեջ ենք, երկինքը ավելի իրական է դառնում։ Գիտեք, մենք բոլորս գիտենք, վստահ ենք, հավատում ենք, որ Աստված կա, բայց ուրիշ բան է ունենալ իրական հաղորդակցություն իր հետ։ Երբ որ մենք հավատում ենք, որ Աստված կա, հրաշալի է, այդ հավատքը մեզ կարող է մոտեցնել Աստծուն, բայց երբ որ մենք հաղորդակցվում ենք իր հետ, նա իրական է դառնում մեր համար։ Որովհետև տեսեք, եթե համեմատության մեջ բերեմ, ուրիշ բան է, երբ որ մենք հավատում ենք, որ ինչ որ մեկը գոյություն ունի, ուրիշ բան է, երբ որ մենք ճանաչում ենք այդ մեկին։ Ուրիշ բան է, երբ որ մենք գիտենք, որ Աստված կա, ինքը մեր Տերն է, մեր Փրկիչն է, մեզ ազատել է, մեզ բժշկել է, մեզ ներել է, մենք իր զավակներն ենք։ Ուրիշ բան է, երբ որ իրապես մենք հաղորդակցում ենք իր հետ։ Ուզում եմ Ելից գրքից մի պատմություն կարդամ, որը վստահ եմ շատերիդ համար ծանոթ պատմություն է, որի մեջ մենք տեսնում ենք մի Աստծո ծառայի, ով գնաց է իրական հանդիպումը ունենալու Հիսուսի հետ։ Գիտեք, ուզում եմ ամեն մեկիդ կոչ անեմ հետևյալի մեջ. փնտրեք այդ հանդիպումը։ Զուր չէ, որ Աստծո խոսքը շատ ու շատ տեղեր ուղղակի ասում է փնտրել նրա երեսը, փնտրել գտնելու համար, կանչել նրա անունը, ամեն առավոտ կանչել նրա անունը, աղոթքի միջոցով մոտենալ Տիրոջը։ Այս ամենը ճանապարհ է, որը մեզ կմոտեցնի Տիրոջը։ Ու գիտեք, ուզում եմ մի բանի մեջ ամեն մեկիդ քաջալերեմ, ամեն մեկդ գտեք այն իրական հարաբերությունը ձեր եւ Աստծո միջև, որ Աստված ուզում է ունենալ ձեր հետ։ Գիտեք, առաջին Աստված ինքն է փափագում։ Ինչու համար ես դու Աստծո որդի, որպեսզի կարողանաս իրական հարաբերություն ունենալ իր հետ։ Ինչու համար ամենաառաջի կոչումը Տիտղոսը, որ Աստված տվեց իրան հավատացողին Աստծո որդին էր, որովհետև որդիները ունեն իրական հարաբերություն Տիրոջ հետ։ Որդիները ունեն իրական հաղորդակցություն Տիրոջ հետ։ Ու մենք Աստծո որդիներ ենք այդ իրական հարաբերության ու հաղորդակցության մեջ լինելու համար մեր Տիրոջ հետ։ Ու գիտեք, այդ հարաբերությունը, այդ հաղորդակցությունը ծնվում է այն ժամանակ, երբ որ մենք մոտենում ենք իրեն։ Ծնվում է այն ժամանակ, երբ որ մենք կանգնում ենք իր առաջ։ Ծնվում է այն ժամանակ, երբ որ մենք համառում ենք իր երեսը փնտրելու մեջ։ Ու ամենակարևորը, ժամանակ ենք տրամադրում ավելի շատ աղոթքի միջոցով փնտրելու իր երեսը։ Գիտեք, մի կարևոր բանալի, որ այս վերջի ժամանակներում, հատկապես որքան մենք գնում ենք աղոթքի մեջ, ավելի համոզվում եմ ու ուզում եմ փոխանցել ձեզ։ Ուզում եմ ձեզ հարցնեմ, ուզում եք օրհնված լինել։ Ուզում եք առողջ լինել։ Ուզում եք այս երկիրը օրհնվի։ Ուզում եք ձեր ընտանիքները օրհնվեն։ Ուզում եք ձեր զավակները Տիրոջ տան մեջ լինեն։ Գիտեք, կա մեկ բանալի, ու այդ բանալու անունը աղոթքն է։ Ես չեմ խոսում այն աղոթքի մասին, որը շատ անգամ մենք անում ենք։ Ես խոսում եմ հարատև աղոթքի մասին, որը մեզ քայլ առ քայլ կմոտեցնի իրան, որի մեջ կա իրական հարաբերություն Տիրոջ հետ, որի մեջ կա հոգուց հոգի
հարաբերություն ու հաղորդակցություն Սուրբ Հոգու հետ։ Գիտեք, մենք բոլորս կարող ենք աղոթել, բայց մեր կարիքն է իրական հանդիպում ունենալ իր հետ։ Ու երբ որ կկանգնես ու կկանչես նրա անունը, դու կտեսնես քո աղոթքի մեջ շարժում կա։ Քո աղոթքի մեջ Տիրոջ հոգին շարժվում է, ինչու համար, որովհետև մեկը կանչում է իր անունը, մի Աստծո որդի ում անունը Աշոտ է, կանչում է նրա անունը ու ասում է. հայր, ես քո կարիքը ունեմ, հայր, ես քո կարիքը ունեմ։ Գիտեք, շատ անգամ ինչ է կատարվում երկնքում, երբ որ երկրի վրայից որևէ Աստծո զավակ, ով ամեն օր իրական հարաբերություն ունի նրա հետ, ուղղակի կանչում եւ ասում է. Հիսուս, ես քո կարիքը ունեմ։ Հիսուս, ես քո կարիքը ունեմ։ Սա այն դիրքը, որի համար Աստված մեր ամեն մեկին կանչել է։ Ուզում եմ նայենք Մովսեսի կյանքին։ Մինչև Մովսեսը կմտներ իր իրական ներկայության մեջ, հետարքիր մի հատ բան տեղի ունեցավ, առաջին Աստված կանչեց Մովսեսին։ Աստված կանչում է մեր ամեն մեկին։ Գիտեք, մի բան, որը շատ կարևոր է, իրականում գոյություն չունեն հերոսներ, գոյություն ունեն Աստծո որդիներ լինելու արտոնություն, իշխանություն, եւ այդ Աստծո որդիներից ամեն մեկը կարող է կանգնել այդ հերոսի դիրքի մեջ, առաջինը լինելու դիրքի մեջ, Տիրոջ հետ իրական հարաբերություն ունենալու դիրքի մեջ։ Չկան հատուկ մարդիկ, կան Աստծո զավակներ, բայց այդ նույն զավակների մեջ կան մարդիկ, ովքեր հատուկ են դառնում մոտենալով նրան, բայց կանչը ամեն մեկի համար էր։ Ինչպես մենք տեսնում ենք, Աստված ամբողջ Իսրայելին կանչեց իր փառքը տեսնելու համար։ Բայց շատ անգամ մենք տեսնում ենք մարդիկ վախեցան, մարդիկ խուսափեցին, բայց մեկը ու մեկի հետևից նույնպես մեկը բարձրացան այդ լեռը աղոթքի լեռն էր։ Մի թեմա, որ ես 2 օրը երեկ եմ կարդացել Սուրբ գրքից, հետարքիր է Հիսուսի մասին գեղեցիկ խոսք կա, որ ասում է Հիսուսը բարձրացավ Ծիտենյաց լեռը, Ծիտենյաց այգի կար, Ծիտենյաց լեռ կար, ու սկսեցի ուսումնասիրել որոշակի այդ համարը։ Ծիտենին ինքը յուղի օծության խորհուրդն է, ու ասում է Հիսուսը բարձրանում էր, գիշերներ կար ինքը այնտեղ էր մնում, ժամանակ կար ինքը աշակերտները դառնանում էր այդ Ծիտենյաց լեռը աղոթքի խորհրդանիշն է։ Սիրելի Աստծո զավակ, ուզում եմ քեզ քաջալերեմ, քո ամեն օրվա ուղին, քո ամեն օրվա երթուղին, քո ամեն օրվա ճանապարհը թող լինի այդ Ծիտենյաց լեռը, որտեղ կա աղոթքի կյանք եւ օծություն, լեռը, որը աղոթքի խորհուրդն է, եւ Ծիտապտուղը, որը օծության խորհուրդն է, ամեն օր քո ճանապարհը, քո ընթացքը թող շարժվի դեպի Ծիտենյաց լեռը։ Մենք շատ անգամ ուզում ենք հրաշք մեր կյանքի մեջ առանց հրաշքի աղբյուրին մոտենալու, ծարավը մոտենալու է ջրին խմելու համար։ Եթե դու ծարավ ես, եթե դու ունես հրաշքի կարիք, եթե դու ունես օրհնության կարիք, դու ունես կարիք իրեն մոտենալու։ Գիտեք, շատ ու շատ անգամ ես տեսնում եմ շատ քրիստոնյաների հարցական դեմքեր, որոնք ուղղակի ասում են, ես արդեն 10 տարի, 20 տարի, 30 տարի շարունակ կամ 5 տարի շարունակ մոտենում եմ իրեն, բայց իմ կյանքի մեջ կան խնդիրներ ու դժվարություններ։ Գիտեք, մի բան, որը ինքս իմ համար հայտնաբերել եմ եւ ուզում եմ ցես տամ։ Եթե շարունակում են չլուծված հարցեր մնալ ու քո ներաշխարհում, քո հոգու մեջ դու չունես հաղթանակներ, դու ունես կարիք գիտակցելու մի բան։ Այո, գուցե դու աղոթում ես, բայց դեռ չես աղոթում այնպես, ինչպես Տերն է ուզում։ Այո, գուցե դու մոտենում ես նրան, բայց քո նրան մոտենալը շատ ու շատ ավելի մոտ չէ, որ Տերն է ուզում։ Որովհետև շատ անգամ ես տեսնում եմ շատ քրիստոնյաներ, իրանք անում են անելու համար, ոչ թե աղոթում են իր այդ իրական հանդիպում ունենալու համար, այլ աղոթում են, որովհետև աղոթելու էին։ Ոչ թե գալիս են Տիրոջ խոսքը վերցնելու, որպես այդ խոսքը վերցնելով ուղղակի ասեն. այո Տեր, ես համաձայն եմ, այո Տեր, քո կրակը թող փորփոքվի, այո Տեր, ես ուզում եմ ապրել քո փառքի մեջ, այլ գալիս են լսելու, որովհետև իրանք քրիստոնյա են ու եկեղեցական կյանքը կարևոր է իրանց համար։ Մենք գալիս ենք Տիրոջ առաջ, որպեսզի մտնենք երկնքի իրականության մեջ։ Գիտեք, մեկ ուրիշ բան, որ ուզում եմ ասեմ, Աստծո խոսքը Եբրայեցիների թղթի մեջ ասում է հետևյալը. մենք շրջապատված ենք վկաների բազմությամբ,
Վկաների բազմությունը գտնվում է երկնքում եւ Աստծո խոսքը ասում է մենք այս չափ վկաների բազմությամբ շրջապատված լինելով հանդերձ մեր վրայից կողքի տնենք մեղքը ովքեր են այդ վկաների բազմությունը ուզում եմ որպես մեր ամեն մեկի միտքը լուսավորվի հետեւյալի վրա ամեն անգամ երբ որ մենք կանգնում ենք նրա ներկայության առաջ կան վկաներ ու այդ վկաները երկնքում են Այլ կերպ ասած եկեղեցու մեջ, աղոթքի մեջ, մենք ինչ որ ձևով կանգնում ենք երկնքի առաջ, վկաների առաջ, ու այդ վկաները ներկա են քո աղոթքի մեջ, քո պաշտամունքի մեջ։ Ու գիտեք ավելի պատկերավոր ձևով եթե վերցնենք, շատ անգամ այո երկինքը նայում է մեզանից մեկին եւ տեսնում է մեկին, ով մտածում է, երբ է վերջանալու այս պատկամը, որպես ես տուն գնամ։ Հետո տեսնում է մեկին ասում է Հիսուս ես քո կարիք ունեմ բժշկիր ինձ բրզնեմ էլի բայց իմանալով իր սիրտը հետեւյալն է որ իր կարիքը բժշկությունն է ու ոչ թե Հիսուսը ու երբ որ այդ վկաները նայում են տեսնում են մարդկանց ովքեր ուղակի Տիրոջ զորավոր հոգին իրանց մեջ ունենալով հանդերձ չեն փորփոքում այդ կրակը Երբ որ Տերը նայում է, այդ վկաները նայում են մեզ, տեսնում են այն հզոր պարգևը, որ Տերը դրել է մեր կյանքի մեջ լեզուներ խոսելու պարգևը, շատ-շատերս քիչ են գործածում, բայց մենք այդ վկաների ներկայության առաջ ենք։ Ու Պողոս առաքյալը ասում է, բոլորիցը շատ լեզուներ եմ խոսում։ Ինչու համար Պողոս առաքյալը հաջողված էր, որովհետև ինքը գիտեր աղոթել։ Երբ որ խոսում եմ Ցիտենյանց լեռան մասին, շատ կարևոր է, որպեսզի ամեն մեկս կարողանանք գիտակցել հետևյալը, աղոթքի միջոցով է, որ մենք կարող ենք օծությունը վերցնել, որովհետև Ցիտապտղի յուղը օծության խորհուրդն է եւ լեռը աղոթքի խորհուրդն է, աղոթքի կյանքի խորհուրդն է։ Ու մենք տեսնում ենք մի Աստծո ծառայի Մովսես անունով, ով գնաց Սինա լեռը եւ ինչ որ մի մագարտակի հասնելով Աստծո փառքը ծածկեց իրեն։ Գիտեք մի կարևոր բան, ամեն անգամ քո աղոթքի մեջ եթե դու այն մագարտակի վրա ես, որտեղ Աստված ուզում է քեզ տեսնել, մի կարևոր բան է, որ տեղի է ունենում, Աստծո փառքը ծածկելու է քեզ։ Սա շարժում է աղոթքի մեջ։ Երբեք մի համաձայնվեք այն աղոթքին, որի մեջ ուղղակի Տիրոջը ինչ որ բաներ եք ասում եւ ամեն ինչ վերջանում է։ Աղոթքի մեջ շարժում կա։ Ու գիտեք այդ շարժումը փառքը մառախուղի պես էր, այդ շարժումը նշանակում է հետևյալը, դու աղոթում ես, երկնքից գալիս է այդ փառքը, մառախուղի պես, ամբի պես, գալիս է քեզ ծածկելու համար, գալիս է քեզ լցնելու համար, գալիս է քո շրջապատի մեջ մի հատ հոգևոր իրական մթնոլորտ բերելու համար, սա է աղոթքի մեջ շարժումը, քանիստ եք ուզում նման աղոթքի կյանք ունենալ Քանիստ եք ուզում նման աղոթքի կյանք ունենալ, ովքեր չեն ուզում կարող են այս պաշտամունքին էլ չմասնակցեն, որովհետև մենք եկել ենք այդ զորավոր ընթացքը ունենալու համար, որտեղ երբ որ դու կաղոթես, Տիրոջ փառքը կծածկի քեզ, այս ժամանակ է որ կգա քո աղոթքի պատասխանը, այս ժամանակ է որ Տերը քեզ կպատրաստի իր այդ շատ ու շատ ավելի իրական հանդիպումի, ոչ թե աղոթիր, այլ ծածկվիր նրա ներկայությունով Գիտեք շատ անգամ, երբ որ ես ուղղակի ասում եմ Սուրբ Հոգի, ամբողջ փառքը լցնում է իմ կյանքը։ Գիտեք պատճառը որն է, որովհետև փորձում եմ ջանք եմ անում մնալ երկար աղոթքի մեջ, ջանք եմ անում ժամերով լինել աղոթքի մեջ, ջանք եմ անում օրեր առանձնացնեմ աղոթքի միջոցով իր առաջ կանգնելու համար, եւ սա իր պտուղը տալիս է։ Ջանք եմ անում ամեն օր գոնե մի 1 ժամ աղոթք ունենամ, եւ սա իր պտուղը տալիս է։ Երբ որ ասում եմ Հիսուս, ինչ որ բան է կատարվում, ինչ որ բան է կատարվում, որովհետև Հիսուս անունը նման չէ Աշոտ անունին, նման չէ մեկ ուրիշ անունին, Հիսուսի անունի առաջ ծնտրադրում է ամեն բան երկրում եւ երկնքում, մեծ է այդ անունը, ու Աստված իրավունք է տվել, որպես այդ զորավոր անունը ուղղակի դուրս գա մեր շուրթերից ու քանդի խավարի իշխանությունը Աստված իրավունք է տվել այդ զորավոր անունը մենք տալով վայելենք իր փառավոր ներկայությունը բայց այդ ամենը տեղի է ունենում երբ որ մենք հասնում ենք հոգևորապես աղոթքի միջոցով մի մագարտակի մեջ որտեղ Աստծո փառքը ծածկում է մեզ ու Աստծո փառքը 6 օր շարունակ ծածկեց Մովսեսին
6 օր շարունակ Աստծո փառքը եկավ Մովսեսի վրա։ Ինչու համար 6 օր շարունակ Մովսեսը մնաց այդ վիճակի մեջ, այո, հենց Սինա լեռան վրա, ինքը մնաց որպեսզի ավելի պատրաստվի։ Գիտեք, մի հոգևոր փորձառություն, որ մենք ունեցանք այս վերջի ժամանակ, երբ որ առանձնացել ենք աղոթքի մեջ, հետարքիր մի հատ բան էր տեղի ունենում, մենք 2 օր առավոտից երեկո առանձնացանք աղոթքի համար ու աղոթքի մեջ ենք, մի քանի ժամ հետո կարծեմ արդեն երկրորդ օրն էր, ես հետարքիր մի բան էի զգում, կարծես ես բաց ու թափանցիկ լինեի, ես ինքս ես նայում էի, մարմին կար, բայց այնքան իրական էր հոգևոր դաշտը, ես ասում էի, Տեր, ես իշքան բաց ու թափանցիկ եմ, այնքան կարծես մակրված էր ամեն բան, այնքան զուլալ էր, այնքան բաց էր, մեկ-մեկ ես ինձ թափանցիկ էի զգում։ Ու գիտեք, հետարքիր մի բան, Աստծո ներկայությունը սրբագործել էր մեզ, Աստծո ներկայությունը մաքրել էր մեզ։ Ես չեմ խոսում մեղքերից ներում գտնելու մասին, ես խոսում եմ այնքան մաքրված լինելու մասին, որ դու պատրաստ ես երկնային բաները ավելի ընկալելու եւ ընդունելու։ Այնքան մաքրված լինելու մասին, որ Տիրոջ հոգու զորությունը ուղղակի անդադար կարող է քո մեջոցով հոսել, քո մեջ հոսել, եւ դու այդ մաքրությունը, Սուրբ Հոգու մաքրության ներկայությունը քո կյանքի մեջ տեսնում ես։ Ես կարծում եմ գուցե Մովսեսը նույնպես նման վերաբրում էր ունենում այս 6 օրվա ընթացքում, ինքը մաքրվում էր, ինքը նորոգվում էր, ինքը պատրաստվում էր, ինքը ծածկված էր Աստծո փառքով, բայց գիտեք մի կարևոր բան, որ ուզում եմ ասեմ, ինքը ծածկված լինելով Աստծո փառքով, ոչ թե այդ 6 օրից հետո կամ այդ 6 օրվա մեջ մտածեց հետ գնամ ներքև տեսնեմ ինչ է անում իմ ժողովուրդը, այլ ինքը շարունակում էր մնալ։ Շատ անգամ, երբ որ մենք աղոթքի մեջ ենք, աղոթքի միջոցով Տիրոջ հոգին հպվում է մեզ, մենք ամենաառաջինը, որ հիշում ենք մեր գործերը, ծրագրերը, այն նպատակները, որոնք որ ունենք, տես աղոթքս վերջացնեմ, գնամ այս գործը անելու համար, գիտեք, այդ ամենը կտրում է մեզ։ Գիտեք, իրական սահմանափակումը նա է, որ մենք գիտենք ժամը 2-ին հավաքույթը վերջանալու է, որ մենք գիտենք մենք աղոթելու ենք 10 րոպե, իրական սահմանափակումը դա է։ Ու դա մեզ արգելում է ավելին գնալու համար։ Ու այդ աշկիրը, երբ որ մենք առանձնանում ենք աղոթքի մեջ, մի բան, որ ես ասում եմ, մոռացեք, մենք այսօր ստեղ ենք։ Մենք այս երկու այս վայրի մեջ ենք, ամեն բան մոռացեք, գնացեք աղոթքի մեջ, մտեք աղոթքի մեջ, մոտեցեք Տիրոջը ավելի, կապ չունի, այո, ժամը 1 մենք կանգնում ենք, հետո մի ժամ հանգիստ կամ սնվում ենք, հետո աղոթում ենք, բայց մոռացեք, թույլ տվեք Սուրբ Հոգին տանի։ Տնից չեն զանգահարելու, ինչ որ խնդիր չկա, ինչ որ միտեղ չես գնալու, ու գիտեք, սա օգնում է, որպես մենք ավելի մոտենանք Տիրոջը։ Ու Մովսեսը 6 օր շարունակ սպասում էր այդ փառքի մեջ Տիրոջը։ 7-րդ օրը Տերը ամբի միջից կանչեց Մովսեսին։ 7-րդ օրը նոր Աստված խոսեց Մովսեսի հետ։ Գուցե դու մտածում ես, երբ որ եկավ Աստծո փառքը, Աստված ուղղակի խոսելու է քո հետ, այո, կա խոսելու ժամանակ նույնպես, բայց 6 օր շարունակ Աստծո փառքը Մովսեսի կյանքի վրա էր։ Այո, կարող է դու ունենաս օրեր այդ ներկայության մեջ, որ միայն նրա ներկայությունը, միայն նրա ներկայությունը, որը քո համար օրհնություն է, որը քեզ պատրաստում է, ու հետո նոր Աստված խոսի։ Երբ որ ես սկսեցի նայել 6 և 7 թվերին, 6-ը մարդու թիվն է, 7-ը կատարելության թիվն է։ Աստված մարդկայինից Մովսեսին տեղափոխեց աստվածայինի մեջ։ Այո, ինքը մարդկային ձևով, մարդ լինելով հանդերձ 6 օր Աստծո փառքը կրում էր իր վրա, բայց Աստված 7-րդ օրը իրան տարավ մեկ ուրիշ մագարտակի մեջ։ Սիրելի եկեղեցի, մենք այս 7-րդ օրվա կարիքը ունենք։ Բայց մինչև այս 7-րդ օրը մենք կարիք ունենք 6 օր շարունակ մնալու նրա փառավոր ներկայության մեջ։ 6 օր շարունակ գնգնված լինելու իր ճրերի մեջ։ Ու երանի այն ժամանակը կա, ու ամեն մեկս կարողանանք վերապրել եւ ունենալ այդ ժամանակը, որի մեջ մենք շարունակաբար 6 օր շարունակ կլինենք նրա փառքի մեջ։ Կմոռանաս ինչ որտեղ ժամերն ու ժամանակները, կամ կկարողանաս գրաֆիկը դեմպես դասավորել, որ ամեն օր դու վերապրես այդ փառքը ու այդ փառքի ներկայությունը։ Եվ Տիրոջ փառքի տեսիլքը լապող կրակի պես էր լեռան կակատին, Իսրայելի որդիների աշկի առաջին։
17-րդ համարը մի գաղտնիք է բացում։ Գիտեք, հետաքրքիր մի կարևոր բան, որ ուզում եմ ասեմ, այն փառքը, որի մեջ ապրում էր Մովսեսը, ու Աստված հանգարց կանչեց իրան 7-րդ օրը, այդ փառքը, որը Սինա լեռան վրա էր, կրագի պես էր Սինա լեռան վրա, ու ամբողջ Իսրայել ժողովուրդը տեսնում էր այդ կրագն ու զորությունը։ Բայց ուզում եմ ափսոսանքով մի բան ասեմ, թեև տեսնում էին, բայց դրա մեջ չէին։ Կար մեկը, որ դրա մեջ էր։ Կար մեկը, որ դրա մեջ էր։ Շատ անգամ մենք մտածում ենք տեսնելու մասին, բայց գիտեք, տեսնելը լավ է, բայց շատ կարևոր է ոչ միայն տեսնել, այլ վերապրել։ Իմանալ արթնությունների պատմության մասին, իմանալ Աստծո ծառաների մասին, իմանալ, որ Աստված գործածում է ինչ-որ մեկին, օրհնում է, օծել է, բարձրացրել է, հրաշալի է, բայց այդ դիրքը ունենալը շատ կարևոր է։ Մարդիկ տեսնում էին Աստծո փառքը։ Գիտեք մի բան, որ այդ երբեք չեմ ուզենա որևէ մեկը համաձայնվեք, ուղղակի լինեք քրիստոնյա եկեղեցու մեջ։ Ուղղակի տեսնեք ինչ է կատարվում։ Գիտեք, շատ անգամ մենք երբ ենք տեսնում այս ամենը, ես պատմել եմ այդ օրինակը ձեզ, ես մի եկեղեցում էի, որտեղ կար մի հաշմանդամ երեխա, փոքր երեխա, որին բերեցին աղոթքի համար, ես գրկել էի այդ երեխուն, անգամ եկավ մի հատ պահ աղոթում էի, Տեր խնդրում եմ բժշկիր, Տեր խնդրում եմ ողորմություն արա, ես ծնկի էի եկել այդ հատակի վրա աղոթում էի, Տեր խնդրում եմ ողորմություն արա, իր մայրը նույնպես իմ այդ ծնկի էր եկել։ Գիտեք, ոչինչ տեղի չունեցավ։ Բայց երբ որ ես աչքերս բացեցի, գիտեք ինչ տեսա։ Մարդիկ նայում էին, ինչ է լինելու։ Տեսնես ինչ է լինելու։ Տեսնես հով Աշոտը զորավոր է թե չէ։ Տեսնես հրաշք լինելու է թե չէ։ Մարդիկ անհաղորդ են այդ ամեն ինչին։ Մարդիկ անհաղորդ են։ Այո, իրանք տեսնում են մեկին, ով ծնկի է եկել եւ ասում է Աստված իմ բժշկիր։ Բժշկողը մենք չենք, բժշկողը Աստված է, բայց աղոթողը մենք ենք ու մենք աղոթում ենք չերմեռանդությամբ, Աստված իմ բժշկիր։ Ու դա պահն էր, որ շատերը առաջ էին եկել աղոթքի համար, կանգնած էին, ու ես երբ որ վերջում աչքերս բացեցի, տեսա մարդիկ նայում էին, ինչ է լինելու։ Տեսնես կբժշկվի թե չէ։ Տեսնես այս անձնավորությունը զորավոր է թե չէ։ Հələ տեսնենք ինչ է լինելու։ Գիտեք, եկեղեցու մեջ սա ամենավատ վիճակն է, որ քրիստոնյան կարող է ունենալ, որովհետև ինքը այդ ամենին հաղորդ չէ, ինքը ոչ թե աղոթքի մեջ է, որ հրաշք տեղի ունենա, այո, մեխանիկորեն գուցե աղոթում է, ինքը ուզում է տեսնել ինչ է տեղի ունենալու։ Մովսեսը Սինա լեռան վրա էր, ու հազարավոր մարդիկ, 100,000-ավոր մարդիկ, գուցե միլիոնավոր մարդիկ, իրանք տեսնում են, թե Սինա լեռը ինչ ձևի էր ծխում Աստծո փառքից։ Ես չեմ ուզում տեսնել, ես ուզում եմ ներս մտնել։ Ես ուզում եմ վերապրել այդ ամենը։ Եկեղեցի Քրիստոսի մեջ մենք մեկ մարմին ենք եւ Տերը ամեն մեկիդ կանչել է ոչ թե դիդոս լինելու, այլ վերապրելու, մտնելու այդ փառքի մեջ, մտնելու այդ փառքի մեջ։ Նորից եմ ուզում ասեմ, ամենավատարագույն վիճակը այն վիճակն է, որ դու ուղղակի դիդոս ես։ Ու շատ անգամ եկեղեցու մեջ շատերը դիդոսի կարգավիճակի մեջ են։ Ոչինչ չանեն, կան մասնակցեն գնան, դե չաղոթեն, տեսնենք ինչ է լինելու։ Ու իրանք միշտ նույնն են, երեք այսօր եւ մինչեւ մա, իրանք միշտ նույնն են եկեղեցու մեջ, երբեք չեն ծառայում, երբեք աղոթքա խմբերին չկան, երբեք իրանք կյանքի մեջ բարձրություն չկա, փոփոխություն չկա, իրանք միշտ նույն վիճակի մեջ են, բայց Աստված մեզ կանչել է Հիսուսի պես գնալու Ծիտենյաս լեռը։ Աստված մեզ կանչել է իր հոգու օծությունը մեր մեջ տնելու համար։ Ու 18-րդ համարի մեջ մենք տեսնում ենք, մի հատ կարճ նկարագիր կա ժողովրդի վիճակի մասին, բայց Մովսեսի համար ասում է, Մովսեսը ամբի մեջ մտավ ու բարձրացավ լեռը։ Մովսեսը լեռան վրա մնաց 40 օր ու 40 գիշեր։ Գիտեք մի կարևոր բան, որ տեղի է ունենում, երբեմն մենք մեր հոգևոր կյանքի մեջ զգում ենք, որ եկե հասել ենք մի տեղ, որ կարծես թե չեն կարող առաջ գնալ։ Քանիստ եք երբևէ ունեցել զգացողությունը։ Ես ունեցել եմ այս զգացողությունը։ Եկե հասել ես մի տեղ ու կարծես թե այդ ճեղքումը չկա, ուզում ես աղոթում ես, բայց այդ ճեղքումը չկա։ Գիտեք որն է պատճառը։ Մենք նախ առաջի հերթին ունենք այս 6 օրվա կարիքը, նրա փառքի ներկայության մեջ ծածկված լինել։ Անկամ մի բան, որ ես հաճախակի խոսում եմ այս մասին ավելի նեղ շրջապատի մեջ մեր թիմի հետ։
Գիտեք, գոյություն ունի ուխտի աղոթք։ Ինչ է ուխտի աղոթք։ Դու որոշում ես, դու ուխտ ես անում Տիրոջ առաջ։ Օրինակի համար, ամեն օր առավոտի ժամից այս ժամը ես կանգնելու եմ աղոթքի։ Երեկոյան այս ժամից այս ժամը կանգնելու եմ աղոթքի։ Ընդամենը 5 օր դու որոշում ես, եւ այդ 5 օրվա մեջ անգամ կյանքիդ գնով դու կատարում ես այդ որոշումը։ Սա ուխտի աղոթք է, բայց քո կյանքի մեջ փոփոխություն կբերի։ Որոշեք 5 օր շարունակաբար, հարատևորեն, ամեն օր 1-2 ժամ, 3 ժամ կանգնել աղոթքի մեջ, ընդամենը 5 օր, 6 օր, 7 օր, ու դու կտեսնեք ձեր կյանքի մեջ փոփոխություն կգա, բայց ուխտի աղոթք, որից 1 րոպե ժամանակի առումով դու ուշանալու իրավունք չունես, որից 1 րոպե դու շուտ վերջացնելու իրավունք չունես, դու կանգնելու ես այդ աղոթքի մեջ, լինելու ես այդ փառքի ծածկոցի ներքո, ու այդ փառքը քեզ պատրաստում է, ու Աստծո խոսքը ասում է, Մովսեսը մտավ այդ ամբի մեջ ու հետո նոր կարողացավ բարձրանալ։ Երբ որ դու հասել ես մի տեղի, որ կարծես թե մի բան այն չէ, մի բան խանգարում է, չես կարող ճեղքում ունենալ, գիտեք, մեր հոգևոր կյանքի մեջ կան մագարտակներ, որոնց մեջ մենք չենք կարող առաջխաղացում ունենանք առանց հատուկ մի հատ զորության եւ օծության, որը Տերը պատրաստ է տալու։ Առանց Սուրբ Հոգու ծածկոցի դու այլևս չես կարող առաջ գնալ։ Ու գիտեք, մարդիկ կան տարիներով մնում են այդ կետի վրա, մարդիկ կան հարատևում են այդ կետի վրա, ու իրանք մտածում են, թե ես եկեղեցի գնում եմ, ամեն ինչ նորմալ է, կարծես թե ծառայություն էլ անում եմ, բայց իրանք հոգևոր կյանքը լճացած է, չկա բարձրացում, չկա ճեղքում, չկա առաջընթաց, իրանք բավարարված են այդ վիճակի մեջ, որովհետև այլևս իրանք չեն կարող բարձրանալ։ Ձեր կարծիքով Մովսեսը 6 օր շարունակ Աստծո փառքով ծածկված լինելով հանդերձ երբևէ չէր մտածում ավելի բարձրանալու մասին։ Մտածում էր, բայց ինքը հասկանում էր մի բան. եթե Տերը չկանչի, ու եթե ինքը չմտնի մի հատ նոր ծածկոցի ներքո, ինքը չի կարող առաջ գնալ։ Փառքը 6 օր շարունակ Մովսեսի վրա էր, բայց Աստծո խոսքը նորից ու նորից ասում է, ուզում եմ կարդամ ես համարը, եւ Մովսեսը մտավ ամբի մեջ ու բարձրացավ լեռը։ Փառքը Մովսեսի վրա էր, բայց երբ որ Տերը կանչեց, մի հատ ամբ կար, որի մեջ Մովսեսը նորից մտավ բարձրանալու համար, առանց որի ինքը չէր կարող։ Մենք շատ անգամ ուզում ենք հոգևոր բարձրություն, բայց առանց օծության մենք չենք կարող։ Օծությունն է, որ կոտրում է լուծը, օծությունն է, որ բացում է ճանապարհը, եւ այդ օծությունը Ցիտենաս լեռան վրա է։ Այդ օծությունը Ցիտենաս լեռան վրա է, որի կարիքը մենք ունենք։ Ու մենք իրականում ունենք կարիք գիտակցելու նրա փառքի ներկայությունն է, որ մեզ կարող է տանել։ Ու այդ ժամանակ Մովսեսի դեպքում Աստծո խոսքը ասում է, եւ 40 օր ու գիշեր ինքը մնաց Աստծո ներկայության մեջ։ Գիտեք, շատ անգամ մենք մտածում ենք 40 օր ու գիշեր առանձնության մեջ։ Սա չի խոսում այն մասին, որ դու 40 օր ու գիշեր թողնելու ես ամեն բան, բայց սա խոսում է այն մասին, որ դու 40 օր ուխտի աղոթքի միջոցով լինելու ես նրա զորավոր ներկայության մեջ։ Դու ամեն օր վերապրելու ես նրա զորավոր ներկայությունը։ Դու ամեն օր մեկ ես լինելու նրա հետ։ Ու այդ ժամանակ է, որ կփոխվի քո կյանքը։ Այդ ժամանակ է, որ եկեղեցին կլինի շատ ավելի կենտանի, որը կշարժվի։ Գիտեք, եկեղեցին կենտանի օրգանիզմ է։ Եկեղեցին կենտանի օրգանիզմ է։ Ինչ է ենթադրում կենտանի օրգանիզմ լինելը։ Կենտանի օրգանիզմը շարժման մեջ է։ Իմ մարմինս հիմա շարժման մեջ է, որովհետև ինքը կենտանի է։ Դու հիմա շարժման մեջ ես, որովհետև դու կենտանի ես։ Երբ որ մենք խոսում ենք եկեղեցու մասին եւ ասում ենք եկեղեցին կենտանի օրգանիզմ է, դա նշանակում է օրգանիզմ, որը հոգեվոր առումով շարժման մեջ է։ Ինքը ծառայում է, ստեղծում է, առաջ է գնում, ավետարան է քարոզում, աղոթում է, ծրագրի մեջ է, տեսիլքի մեջ է, նպատակի մեջ է, սա է օրգանիզմ լինելը։ Սա է Աստծո որդու իրական կարգավիճակի մեջ ապրելը։ Ու քաջալերանք է, որպեսզի ամեն մեկը ուղղակի ավելի պատրաստվեք լինելու են կենտանու իրական հանդիպման մեջ, որը Տերը ուզում է ամեն մեկիս միջոցով գործել։ Մի Աստծո ծառա հետևյալ խոսքերն ասում, որ ուզում եմ կարդամ. Սիրո Աստվածը
պատասխանում է հարատևությանն ու հաստատակամությանը։ Եթե դու աշտար եւ անկեղծ ես Աստծո առաջ եւ ճշմարիտ կերպով ես փնտրում քո կարիքի լրումը, կարող եմ հավաստիացնել քեզ, որ պիտի ստանաս պատասխանը։ Այս խոսքերի հեղինակը Լեսթեր Սամբրալն է, Աստծո մի զորավոր ազնվորություն, բայց ինքը մի կարևոր բան է ասում. սիրո Աստվածը պատասխանում է երկու կարևոր դրսևորումի՝ հարատևությանն ու հաստատակամությանը։ Աստված պատասխանում է հարատև աղոթքին։ Աստված պատասխան է բերում հաստատական որոշում ունեցող մարդու կյանքի մեջ, ոչ թե այսօր ես որոշեցիր, հետո մեկ ուրիշ բան։ Ու գիտեք ամենամեծ խնդիրը որն է մեր կյանքի մեջ։ Մենք շատ անգամ մտածում ենք, երբ որ մենք պատճառներ ունենք ուխտի աղոթքի մեջ չլինելու, երբ որ մենք պատճառներ ունենք Տիրոջ փառքի ծածկոցի ներքո չլինելու, երբ որ մենք պատճառներ ունենք եկեղեցում չլինելու, պատճառներ ունենք Տիրոջ գործը չգործելու, ավետարան չքարոզելու, երբ որ մենք պատճառներ ունենք, մտածում ենք, այդ ամենը մեզ աշտարացնում է։ Բայց ուզում եմ քեզ ասեմ հետևյալը. քո ունեցած անգամ ամենալավագույն պատճառը, թե ինչու չես հնազանդվում Տիրոջը, երբեք քեզ չի աշտարացնի։ Երբեք քեզ չի աշտարացնի։ Ինչպես չաշտարացրեց Սավուղին, ինչպես չաշտարացրեց Պետրոսին, ինչպես չաշտարացրեց շատ Աստծո ծառաների կամ շատ մարդկանց, անգամ ամենալավագույն պատճառը։ Գիտեք, հետաքրքիր է, մեկը Հիսուսին ասաց, երբ որ Հիսուսը իրան կանչեց, ասաց արի իմ հետևիցս, ինքը ասաց թույլ տուր գնամ հորս թաղեմ։ Հիսուսը ասաց թող մեռելները թաղեն իրաց մեռելներին։ Գիտեք այս խոսքը ինչու դեմ է խոսում։ Կարևոր չէ թե դու ինչ պատճառ ունես։ Կարևոր չէ թե դու ինչ պատճառ ունես։ Իհարկե դրա մեկնաբանությունը կա, այդ պատմությունը մի քիչ ուրիշ է, բայց Հիսուսը երբ որ ասում է թող մեռելները թաղեն իրաց մեռելներին, մի բան է ուզում ասել։ Անկամ այդ ծայրահեղ դեպքում, որ զավակը իրավունք չունի իր հորը չթաղելու, որովհետև Աստծո խոսքը ասում է պատվիր քո ծնողներին, այսինքն այդ իրավունքը չունի, Աստված ինքը պատվիրում է, Հիսուսը խոսում է մի բանի դեմ, պատճառները քեզ չեն աշտարացնի, հնազանդությունն է, որ Հիսուսի այրան զորությամբ կաշտարացնի քեզ, հնազանդվելի արդյունքում է, որ դու Տիրոջ շնորհքը կունենաս, ոչ թե պատճառներ բերելով։ Ու գիտեք, հիմնականում մենք տեսնում ենք այն մարդիկ, ովքեր կարող են հարատևել ու կանգնել, իրանց կյանքի մեջ բդուղ կա, անգամ հարատևել աղոթքի մեջ, այո, հարատևեք աղոթքի մեջ ինչ որ բան խնդրելու համար, շատ անգամ մենք աղոթում ենք, Տերը ուզում է պատասխանել, տեսնում է հարատևություն չկա, մենք խնդրեցինք ու գնացինք, իսկ հարատևությունը դա մի հատ դիրք է, մի հատ կյանք է։ Երբ որ մենք խոսում ենք զինվորի մասին, մենք գիտենք, զինվորը այս 2 տարին իր զինվորությունն է անելու։ Ինքը չի կարող ասել, թե իրան հեշտապահ է նշանակի ասել, չէ, տունը գնամ հաց ուտեմ կամ ստեղած կերակուրը դուրս չեկավ։ Նման բան չկա։ Ինքը զինվոր է։ Դու Աստծո որդի ես։ Դու Աստծո որդի ես։ Եվ կան շատ բաներ, որի իրավունքը դու չունես։ Ինչու համար, որովհետև մենք Աստծո որդիներ ենք, որովհետև մենք Քրիստոսի մարմինն ենք, որովհետև մենք Քրիստոսի եկեղեցին ենք, որովհետև մենք կենտանի օրգանիզմ ենք, որովհետև մենք Քրիստոսի տեսպաններն ենք երկրի վրա, ու կան շատ բաներ, որոնց իրավունքը ուղղակի մենք չունենք։ Փոխարենը ուղղակի նրա կամքին ասելու ենք. այո, Տեր, ես համաձայն եմ։ Այո, Տեր, ես համաձայն եմ։ Այո, Տեր, ես համաձայն եմ։ Գործիր իմ մեծ զորությունով ես համաձայն եմ, Տեր։ Ես հնազանդեցնում եմ իմ անձը, Տեր, գործիր իմ մեծ զորությունով։ Այս սա է Աստծո կամքը։ Ու սա է ճանապարհը, որի միջոցով մենք կշարժվենք օրհնության մեջ։ Պողոս առաքյալը հետևյալ խոսքերն է ասում Եփեսացիների առաջի գլուխ 16-19 համարների մեջ։ Ձեզ համար գոհություն հայտնելուց չեմ դատարում, ձեզ իմ աղոթքներում հիշելով, որբեսի մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստվածը, փառքի Հայրը, իրեն ճանաչելու համար տա ձեզ իմաստության եւ հայտնության հոգին։ Ինչու համար էր աղոթում Պողոս առաքյալը։ Մի շատ կարևոր բանի համար ինքը շարունակաբար աղոթում էր Եփեսոսի եկեղեցու համար։ Եփեսոսի եկեղեցին ամենազորավոր եկեղեցիներից մեկն է եղել առաջի տարում։
Մոտավորապես չգիտեմ, մեկ ասում են 50,000 կամ 150,000 եկեղեցու անդամ է ունեցել Եփեսոսի եկեղեցին։ Աստվածաբանական ճիշտ դիրքի մեջ, աստվածաբանության մեջ էփված վիճակ է ունեցել Եփեսոսի եկեղեցին։ Այսինքն լուսավորված է եղել։ Ինչու համար? Որովհետև մեկը գիշեր ու ցերեկ չէր դատարում աղոթելուց։ Ինչու համար? Որպեսի փառքի հայրը իրեն ճանաչելու համար տածես իմաստության եւ հայտնության հոգին։ Փառքի հայրը տածես իմաստության ու հայտնության հոգին։ Գիտեք, շատ անգամ մենք մտածում ենք, սա տեղի է ունենում, երբ որ խնդրեցի, Տեր տուր ինձ իմաստության ու հայտնության հոգին, ալելույա, ամեն։ Հետո հաջորդ աղոթքին, Տեր տուր ինձ իմաստության ու հայտնության հոգին, ալելույա, ամեն։ Հետո մի տարի շարունակ, լավ է գուցե, բայց անարդյուն գուցե։ Գիտեք, մի բան, որ ես վերջի ժամանակներում մի աղոթքի ժամանակ զգացի։ Անգամ երբ որ մենք խնդրում ենք Աստծո կամքը, մենք շատ անգամ մտածում ենք, խնդրեցինք Աստծո կամքը, ինքը մի հատ աներևույթ բանի պես տեղի ունեցավ։ Գիտեք, բայց մի հատ հետաքրքիր աղոթք, որի մեջ Սուրբ Հոգին առաջնորդեց, հետևյալն է։ Ես աղոթքի մեջ զգում էի Սուրբ Հոգին ինչ ձևի երկնքի կամքը լցնում էր իմ մեջ, ներարգում էր իմ մեջ։ Այսինքն այդ հաղորդակցությունը այնքան իրական էր, որ երկնքի կամքը ուղղակի փոխադրվում էր իմ մեջ։ Գիտենք, չէ՞ մենք լցվել ինչ է։ Երբ որ բաժակը ջուր է լցվում, ձայն կա, զգացողություն կա, փոփոխություն կա բաժակի մեջ։ Երբ որ դու լցվում ես այդ կամքով, իմաստությամբ լցվելը, զորությամբ լցվելը հետևյալն է, դու զգում ես ինչ որ բան Աստված ներարգում է քո մեջ, բերում է երկնքի հետ այնքան իրական է կապը, որ այդ կապի միջոցով սկսում է հոսել քո մեջ։ Ինքը հոսում է ջրերի պես, ինքը հոսում է իր ներկայության պես, ու դու զգում ես ինչ որ բան լցվում է, ինչ որ բան տեղավորվում է քո մեջ։ Ու այդ ժամանակ է, որ մենք ճանաչում ենք Աստծո կամքը։ Գիտեք, մենք չենք կարող ճանաչել Աստծո կամքը առանց Աստծո տված իմաստության ու հայտնության։ Մենք չենք կարող ճանաչել Աստծուն առանց Սուրբ Հոգու մեզ իրեն մոտեցնելու։ Երբ որ մենք աղոթում ենք, կարող եք ավելի բարձր ասել ամենները։ Երբ որ մենք աղոթում ենք, Սուրբ Հոգին մեզ մոտեցնում է Աստծուն ճանաչելու համար։ Երբ որ դու չես աղոթում, ոչինչ տեղի չի ունենում։ Ու առաքյալը շարունակում է. Ինչու համար է կարևոր իմաստության ու հայտնության հոգին, որ ձեր սրտի աչքերը լուսավորվի եւ ճանաչեք, թե ինչ է նրա կոչման հույսը։ Իշքան է սրբերի մեջ նրա փառավոր ժառանգության առատությունը։ Գիտեք, զորավոր խոսքեր է, որպեսզի մեր սրտի աչքերը լուսավորվի ու ճանաչենք, ինչու համար Աստված կանչեց ինձ։ Գիտեք, եթե ամեն մեկիդ ես հարցնեմ ու ասեմ, ինչու համար Տերը քեզ կանչեց, ամեն մեկդ մի հատ գեղեցիկ պատասխան կտաք, բայց դա ճանաչելը չէ։ Ձեր տված պատասխանը սխալ չի լինի, բայց դա ճանաչելը չէ։ Ինչ է ճանաչելը։ Գիտեք, մի բան, որ դու գիտես, որ Աստված կանչել է քեզ դրա համար։ Աստված կանչել է քեզ դրա համար։ Մի շատ փոքր մաս ես սկսել եմ իրան ճանաչել, թե ինչու համար եմ ես ծնված, որն է Աստծո կամքը իմ կյանքի միջոցով, շատ փոքր մաս, բայց գիտեք, տարիներ շարունակ ես գիտեցել եմ իմ կոչումը, գիտեցել եմ, որ կանչված եմ որպես Աստծո ծառա ծառայելու իրան, բայց ուրիշ բան է գիտենալը, ուրիշ բան է ճանաչելը այն հույսի համար կանչվածությունը։ Բայց այս ամենը տեղի ունենում են ժամանակ, երբ որ մենք մոտենում ենք իրեն։ Այս ամենը տեղի ունենում են ժամանակ, երբ որ մենք կագրում ենք ուխտի աղոթքի մեջ մտնելու համար։ Գիտեք, շատ անգամ վախը, որը անհավատության նշան է, մենք շատ անգամ ասում ենք, չէ, ես անհավատ չեմ, ես հավատում եմ։ Գիտեք, ես տեղ տեսել եմ տարիներ առաջ մի հատ կնոջ ուրիշ եկեղեցու, մի հատ Աստծո ծառա եկել էր, ինքը խնդիրներ ուներ, ինքը եկավ առաջ աղոթքի համար։ Ես հիշում եմ, վերցրեց այդ Աստծո ծառան այդ կնոջ ձեռքերը, ասաց. հավատում ես, որ աղոթեմ կբժշկվես։ Դու ասաց, ես հավատացյալ եմ, ես գիտես քան տարվա հավատացյալ եմ։
Ես չեմ խոսում այս մասին։ Գիտեք ինչ է հավատք։ Հավատք հետևյալն է, որ դու չես վախենա որոշում կայացնելու Աստծո հետ ուխտի աղոթքի մեջ մտնելու։ Բայց անհավատություն ու վախը, երբ որ ասում ես, բա որ չկարողացա, այդ տարբերակը չկա հավատքի մեջ։ Հավատքի մեջ այդ տարբերակը չկա։ Հավատքի մեջ կա ընդամենը մեկ տարբերակ, ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով։ Հավատքի մեջ ընդամենը մեկ տարբերակ կա։ Իսկ ինչու համար մենք շատ անգամ չենք կարող, որովհետև այդ հայտնության ու իմաստության հոգու կարիքը ունենք, որպեսզի մեր սրտի աչքերը լուսավորվի, մենք կարողանանք տեսնել, թե ինչու համար Աստված կանչել մեզ։ Գիտեք, մեկ ես ասում եմ Տեր Աստված, Երանի թե այն ինչը բացում ես կարողանամ փոխանցեմ, որովհետև շատ դժվար է։ Գիտեք ինչ է նշանակում լինել Քրիստոսի մարմնի անդամ։ Գիտեք ինչ է նշանակում լինել Աստծո զավակ։ Աստծո զավակը երբ որ միտեղ մտնի, ամեն բան այդ վայրի մեջ համապատասխան է դառնալու Աստծո կամքին։ Կապ չունի դու որտեղ ես մտնում։ Սա է լինել Աստծո զավակ։ Գիտեք ինչ է նշանակում եկեղեցի։ Ես մի հատ եկեղեցու պատմություն գիտեմ արթնության ժամանակ։ Ասում է, երբ որ արթնությունը սկսավ, Ահոզա փողոցի արթնություն 1906 թվական, 3 տարի շարունակ գիշեր ու ցերեկ աղոթքը չէր դատարում։ Հազարավոր ու միլիոնավոր մարդիկ գալիս էին Ազուզա 112-ում հանդիպելու այդ արթնությանը։ Ու գիտեք ինչ էին անում հարևանները։ Հրշեջ էին զանգարում ասելով, «Էստեղը պաժար ենք է, կրակի փոցեր կա»։ Սա է իրական եկեղեցին։ Ամեն անգամ չէր երևում այդ կրակի փոցերը, բայց կար ժամանակ երևում էր։ Սա է իրական եկեղեցին։ Գիտեք, մենք սրա կարիքը ունենք։ Երբ որ մենք կհավատանք մի բանի, որը փոփոխություն կբերի, ոչ թե կհավատանք, որ ես քրիստոնյա եմ, փրկվա, մայից հետո կյանք ունիմ, ամեն բան լավ է, Հիսուսը ներել է իմ մեղքերս, հրաշալի է այդ ամենը։ Բայց այդ ամենը ունի մի հատ գերագույն նպատակ, որի մեջ ես եւ դու մտնելու կարիք ունենք, ու այդ գերագույն նպատակը հետեւյալն է, մեր սրտերի աչքերը լուսավորվի, որպես մենք կարողանանք տեսնել, թե ինչ հույսի համար է Աստված կանչել մեզ։ Որն է նրա խոստման ժառանգությունը իր եկեղեցու համար։ Ժառանգությունը իր եկեղեցու համար հետևյալն է։ Հիսուս Քրիստոսի երկրային ընտադված կյանքը շարունակվում է այսօր այս ժամանակահատվածում հենց իր եկեղեցու միջոցով։ Իսկ ինչ էր անում Հիսուսը։ Ինքը գիտեր Ձիտենյաց լեռ բարձրանալ։ Հիսուսը Աստված էր ու Աստծո որդի էր, բայց ինքը գիտեր Ձիտենյաց լեռ բարձրանալ։ Ինքը գիտեր գնալ օծության հետևից, ինքը գիտեր աղոթել։ Ու երբ որ մենք աղոթենք, որպես Տերը տա մեզ հայտնության ու իմաստության հոգին, մենք սկսենք ճանաչել այն ժառանգությունը, որը Տերը տվել է մեզ, եւ թե որքան գերազանց ու մեծ է նրա զորությունը, որով նա զորացնում է մեզ հավատացյալներիս համաձայն իր զորավոր ուժի ներգործության, որքան գերազանց ու մեծ է նրա զորությունը։ Կարող ես պատկերացնել, որքան մեծ է նրա զորությունը։ Կարող ենք ինչ-որ մեծ ձևին պատկերացնենք, բայց գիտես, այդ ամենի նպատակը հետևյալն է, որպես այդ զորությունը գործի իմ եւ քո միջոցով։ Ոչ թե որ մենք իմանանք, որ ինքը զորավոր է։ Գիտեք, ինչու համար է կարևոր ճանաչել նրան որպես զորավոր, ոչ թե իմանալ, այլ ճանաչել։ Աղոթքի միջոցով ճանաչել նրան որպես զորավոր, որպես փոխվի իմ եւ քո կյանքը։ Քանիստ եք ուզում ձեր կյանքերը փոխվի։ Ուզում եմ անկեղծորեն ձեռք բարձրացնեք։ Քանիստ եք ուզում ձեր կյանքերը փոխվի։ Գիտեք, ճանապարհը նրան ճանաչելու մեջ է։ Հասնելն է այն մագարտակին, որ դու իրապես կզգաս երկինքը ներգործում է քո վրա ու այդ փառքը ծածկել է քեզ։ Այդ փառքը ծածկել է քեզ, որը քեզ պատրաստում է, որ երբ որ Աստված կանչեց քեզ, այդ ամբի ծածկոցի տակ մտնես ու բարձրանաս, որպեսզի իմանաս նրա զորության գերազանց մեծությունը։
Ինչու համար Մովսեսի կյանքի մեջ այդ հրաշքները տեղի էին ունենում։ Ինչու համար Մովսեսը դարձավ ամենամեծ ու ամենազորավոր առաջնորդներից մեկը։ Այն Մովսեսով կագազող էր, այն Մովսեսով վախկոտ էր, այն Մովսեսով չգիտեր ինչ աներ։ Այն Մովսեսը, որը 1001 թերություն ուներ։ Ինքը դարձավ այդ զորավոր առաջնորդը, որովհետև ինքը բարձրացավ Սինա լեռը, որովհետև ինքը հանդիպավ այրվող մորենու մեջ Աստծո հետ։ Ու սա գիտեք ոչ միայն Աստծո նախաձեռնությունն էր, այլ նաև Մովսեսի արձագանքն էր։ Գիտես, երբ որ դու լսում ես մի հատ պատկամ, մի հատ քարոզ ու այդ պատկամի մեջ ինչ որ մի հատ ուղերձ կպնում է քեզ, Աստված կանչում է քեզ հանդիպման համար։ Բայց ինչ ես անում դու։ Այդ պատկամի վրա ես խոսել եմ Մովսեսի, կարծեմ ճամբարներում եմ խոսել, երբ որ Մովսեսը տեսավ այրվող մորենին, գուցե շատերը կփախնեին, բայց ինքը մոտ գնաց։ Ինքը ուզեցավ տեսնել էս ինչ կերպնական երևույթ է։ Ու այնքան մոտ գնաց, որ Աստված ասաց Մովսես հան կոշիկներդ, կանգնածը տեղը սուրբ է։ Կարող ես նրան այնքան մոտ գնալ, որ Աստված ասի հան կոշիկներդ։ Ես ուզում եմ Տեր։ Ես ուզում եմ Տեր։ Խնդրում եմ ձեր նստած տեղերում աղոթեք լեզուներով։ Ես ուզում եմ Տեր։ Ես ուզում եմ Տեր։ Ես ուզում եմ Տեր այնքան մոտենամ քեզ, որ դու կասես կագնիր եւ հան կոշիկներդ։ Շնորհակալ եմ Տեր։ Մի հատ փորձառություն, որ ունեցել եմ, երբ որ Մոսկվա էի գնացել ու Մոսկվայի մեր եկեղեցու 21-րդ-ամյակն էր, մենք 30 րոպե շուտ մի ժամ շուտ գնացինք, որպեսզի հավաքույթից առաջ 30 րոպե աղոթեինք, հետո նոր սկսվեր հավաքույթը։ Մենք այդ աղոթքի մեջ էինք։ Ես լավ հաղորդակցության մեջ էի Տիրոջ հետ։ Այնքան իրական էր, Աստծո փառքը ուղղակի հոսում էր, ես վայելում էի։ Գիտեք, մեկ-մեկ այսօր աղոթում եմ, ինձ հետ աշկից չէ ոչ մի բան։ Երաշտություն կա, կողքս մարտիկ կա աղոթքի։ Իրականում, երբ որ ես մտա այդեղ էական չէ այդ ամենը։ Այնքան իրական էր Աստված։ Ու գիտեք, անընդհատ Աստված խոսում էր, անընդհատ խոսում էր, անընդհատ ես լսում էի, անընդհատ ես լսում էի։ Բայց միաժամանակ աղոթում էի, լեզներով էի աղոթում, հա Տեր, այո Տեր, հոր լագաները հաբտ, այո Տեր, շնորհակալ եմ, այո Տեր, փառք քեզ, անընդհատ աղոթում էի։ Եկավ մի պահ, որ իմ համար շատ ծիծաղելի էր։ Գիտեք ինչ տեղի ունեցավ։ Սուրբ Հոգին խոսաց հետս։ Սավ կարող ես լռել, որ մենակ ես խոսեմ։ Ծիծաղեցի։ Սի հա Տեր, հերիք է լեզվիս տամ։ Կարող ես լռել, երբ որ ես խոսեմ։ Աստված մեզ կանչում է այս մագարտակների մեջ ապրելու համար։ Ու գիտեք, այս մագարտակի մասին, որ խոսել եմ, ես անկեղծորեն ուզում եմ ասեմ, ես մի բան եմ հասկանում, որ ես սկսել եմ ու շատ քիչ ճանաչում եմ իրան։ Գուցե դու ասես, բը ես ուր մնացի, ուր չես մնա։ Այսօր դու լսում ես մի հատ պատկան, որը քեզ կարող է միանգամից 10 քայլ առաջ տալ։ Բայց գիտես, կարևոր մի բան եմ ուզում ասեմ։ Ունեցի ուխտի աղոթք նրա առաջ։ Ամեն օր ունեցի 1 ժամ աղոթք նրա առաջ։ Առանձնացրար, որի մեջ կառանձնանաս իրա հետ, իրա երեսը փնտրելու համար։ Շատ աղոթ է հոգով, շատ աղոթ է լեզուներով։ Հիսուսի պես կարողացի ամեն անգամ առանձնանալ Ծիտենյաց լեռան վրա։ Ու այդ ժամանակ կճանաչես նրան։ Ու այդ ժամանակ է, որ կփոխվի իմ եւ քո կյանքը։ Այդ ժամանակ է, որ կփոխվի եկեղեցին։ Այդ ժամանակ է, որ եկեղեցին կդառնա այն կենտանի օրգանիզմը, որ իրա մեջ կկրե մարդկանց, իրա մեջ կներառե եկեղեցու անդամների, ովքեր ուր որ մտնեն փոփոխություն տեղի կունենա։ Գիտեք, շատ անգամ աղոթքի մեջ ես զգում եմ սա։ Աղոթքի մեջ շարժում կա։
Աստված քեզ կանչել է մտնելու աղոթքի մի մագարտակի մեջ, որտեղ երբ որ դու կաղոթես, երկնքի վգաները կլսեն քեզ ու հրեշտակները կշարժվեն գործելու համար Սուրբ Հոգու հրահանգով, որովհետև աղոթքը ոչ թե ուղղակի կրոն է, աղոթքը կրոնական գործողություն չէ, աղոթքը իրական ու կենտանի հաղորդակցություն է Աստծո հետ։ Հնարավոր չէ Աստված խոսի ու երկնքում շարժում չլինի։ Երբ որ Աստված խոսում է, ամեն բան շարժվում է երկնքում։ Իսկ հաղորդակցություն նշանակում է զրուցել, խոսել, դու տալիս ես, Աստված քեզ է տալիս։ Բաներ կա տալիս է հոգուդ մեջ, բաներ կա հենց խոսում է։ Այս սրա համար է Տերը մեզ կանչե։ Ու բանալին շատ աղոթքի մեջ է, բանալին լեզուներով շատ խոսելու մեջ է, բանալին ուխտի աղոթքի մեջ է։ Ուզում եմ ոտքի կանգնեք աղոթքի համար։